Հերթական խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է օրեր առաջ։ 19 քաղաքական ուժեր պայքարում են ընտրողների վստահության եւ քվեների համար։ Իսկ ինչ են մտածում քաղաքացիները։ Հետևում են արդյոք քարոզարշավին եւ արդեն ունեն իրենց նախընտրած ուժը կամ թեկնածուն։ Հետևում եք նախընտրական քարոզարշավին։ Հա, հետևում եմ։ Իսկ ունեք նախընտրած ուժ կամ թեկնածու, որին ընտրելու եք։ Չէ, մտածում եմ դեռ։ Իսկ այս օրերին որ քաղաքական ուժի քարոզարշավը կառանձնացնեք, որ հետաքրքիր է լինում։ Ոչ մեկին։ Չէ, ներկաներս ոչ մեկը, ոչ ալ անցյալի, ոչ ալ ներկան։ Այո, Իսկ ունեք նախընտրած ուժ կամ թեկնածու։ դեռ ոչ, Դեռ չեք որոշել։ վերջնական ոչ։ Հետևում եք նախընտրական քարոզարշավին։ Այ իհարկե, Ունեք նախընտրած ուժ կամ թեկնածու։ մի քանի հատ։ Վերջնական չեմ ընտրել։ Հա, մի 3 ուժ ունեմ։ Իսկ այս օրերին որ քաղաքական ուժի քարոզարշավը կառանձնացնեք իր հետաքրքրությամբ կամ ակտիվությամբ։ Երևի ամենաշատը ակտիվությամբ Սամվել Կարապետյանի եւ գործող իշխանության ամենաակտիվներն եմ համարում, բայց դա չի նշանակում, որ ես իրանց սատարում եմ։ Իսկ կրեատիվ մեթոդներ։ Կրեատիվ մեթոդներ երևի թե Էդմոն Մարուքյանին է, որ ավելի շատ Facebook-յան, էջերով, YouTube-յան, չգիտեմ, ուրիշներից էլ չեմ տեսել ինչ որ կրեատիվ, մեկ էլ երևի Մարուքյանին է, նախկին քաղաքապետին է, Հայկ Մարուքյանին է, ինչ որ չափով, ուրիշ չեմ կարող ասել, ավելի կրեատիվ։ Սովորական ընտրարշավներ են, պես ժողովրդի մեջ, շրջաններում, նորամուծություն չեմ զգացել, չգիտեմ։ Չեմ հետևում, քանի որ ինքս արդեն ընտրել եմ, ինձ պետք չի այնտեղ ինչա կատարվում, էլի։ Բայց մի քիչ վտանգներ կա այս Ռուսաստանի կողմից, որ նայում եմ, ախում եմ իրանք խառն են ստեղ սաղ։ Բայց ընտրությունները հունիսի 7-ին է, ինչպես եք դուք ընտրել։ Ինչպես ինչ։ Ընտրությունները հունիսի 7-ին է։ Հա, հունիսի 7-ին է, բայց հիմիկվանից լարվածություն մարդկանց մոտ կա արդեն, էլի։ Նկատի ունեք արդեն որոշել եք թե ում եք ընտրելու։ Հա, իհարկե։ Իսկ որ ուժին, եթե գաղտնիք։ Չէ, դա պետք չի ասել։ Պետք չի ասել։ Ինչի համար։ Իմաստ չկա, էլի։ Հետևում եմ։ Ունեք նախընտրած ուժ կամ թեկնածու։ Այո, Իսկ որ ուժն է, եթե գաղտնիք չէ։ բանի։ Անում ոնց է։ Սամվել Կարապետյանն է։ Իսկ ինչու հատկապես այդ ուժը։ Որտեւ ինքը աշխատած մարդը գիտի ոնց են աշխատում, ոնց են լավ ապրում։ Դրա համար փորձված մարդը, դրա համար իրան ես տավեր եմ անում։ Ունեմ, բայց հիմա չեմ ասելու։ Իսկ անպայման ասել, ես չեմ հասկանում։ Եթե անպայման է, համար 16։ Որովհետև ես տեսնում եմ լավ բարեփոխումներ, իրանց կատարած աշխատանքը, ու որ ինչ ճիշտ է, այդ մի թիմն է աշխատել այդքան տարվա մեջ իմ համար անձամբ։ Որ թիմը նկատի ունեք։ 16։ Որ քաղաքական ուժերի քարոզարշավը կառանձնացնեք, որ հետաքրքիր քարոզարշավ են անում։ Բանը Արմեն Սարգսյան, բայց չգիտեմ, որ համարի տակային ճիշտն է, ես չգիտեմ, չեմ կարող ասեմ, էլի իրանց համար։ Արամ Սարգսյան։ Արամ Սարգսյան, իրան եմ հավանում, պատում մի հատ երիտասարդ տղա կար, չեմ հիշում մալիս անունները են ճիշտն է իրանց բաների, որովհետև որ ես արդեն ունեմ, ում եմ ընտրում, դրա համար են ինձ չի։ Ոչ, անհետաքրքիր եմ այդ տեսանկյունից։ Բայց ունեք նախընտրած ուժ կամ թեկնածու, որին քվեարկելու եք։ Պատկերացրեք դեռ չեմ հասցրել ուսումնասիրել նախընտրածը, բայց այն թեկնածուները, ովքեր որ կան, արժուտ լսել եմ կամ տեսել եմ, որովհետև մեկի նախընտրություն չունեմ։ Բայց հուսամ կհասցնեմ, դեռևս ուսումնասիրեմ ու հասկանամ։ Ամեն դեպքում ընտրությունների մասնակցելու եք։ Միանշանակ, խոսքս անպայման, այսինքն ձայնս անպայման իր թիրախին հասնելու է, հա։